Ֆուտբոլը իմ կյանքում իր տեղն է գրավել դեռևս շատ վաղ տարիքից, անկախ նրանից, որ ես չէի հաճախում որևիցե մի ակումբ կամ հավաքական, որովհետև խաղում էի հանդբոլ, բայց ֆուտբոլը սրտիս մեջ էր, սիրում էի եւ միշտ հեռուստացույցով դիտում էի ֆուտբոլ։ Որպես ֆուտբոլիստ ինձ ոգեշնչել է իմ ամենասիրելի ֆուտբոլիստը, ես չեմ սիրում կուռքեր, պահեր եւ այլն, բայց կարող եմ ասել ամենասիրելի ֆուտբոլիստը դա շատերին ծանոթ նույն ինքը բրազիլացի Ռոնալդինյոն է եւ ես վստահ ասում եմ, եթե ոչ ինքը, գուցե ես այսօր ֆուտբոլում չլինեի։ Երկար տարիներ հանդբոլ էի խաղում, նաև այնտեղ խաղացել եմ ազգային հավաքականում, բայց մի պահ եկավ, որ հասկացա ֆուտբոլի սերը ավելի շատ եւ ամրապնդուն է եւ մղում է դեպի ֆուտբոլի։ Հանդբոլում ունեինք մարզիչ, ով իմ մարզիչներից մեկն էր, ես տեղեկացա, որ ինքը հաճախում է ֆուտբոլի, ընկեր Սյուզին է, ես շատ շնորհակալ եմ իրեն եւ իր օգնությամբ հիշում եմ հեռախոսահամար վերցրեցի, զանգահարեցի այդ ժամանակ ընկեր Լիանան էր Հայրապետյան Բանանց ակումբի մարզիչ, զանգահարեցի եւ սկսեցի արդեն համատեղել երկու սպորտաձև միասին։ Ես հանդիպել եմ մեծ բարիերների, ցավոք սրտի եւ ֆիզիկական եւ հոգեբանական, քանի որ կանանց ֆուտբոլը ոչ պատշաճ կերպով էր ընկալվում մեր երկրում եւ գրեթե կարծում եմ ամեն աղջիկ բախվում է այդ խնդրի հետ, սակայն իմ համառությունը եւ սերը ֆուտբոլի հանդեպ այնքան ուժեղ էր, որ այդ ամենը ես ուղղակի հաղթահարեցի։ Ես ժամանակին աշխատում էի, դրա հետ մեկտեղ գալիս էի պարապմունքի, հետո աշխատանքս թողեցի, որպեսզի դարժույթ նվիրվեմ պարապմունքներից ու ճիշտ նվիրվեցի, սակայն այստեղ չկա գումարային ոչ մի հաց, այնպես որ ես արդեն մտածում եմ դուրս գալ եւ գալ նորից աշխատել։ Կարելի ասել ամաչում եմ ծնողից փող վերցնել։ Ամենանկրկնելի զգացողություններս ունեցել եմ այն ժամանակ, երբ առաջին անգամ կրել եմ ազգային հավաքականի մարզաշապիկը 19 տարեկաններում հանդես գալով խաղում էինք Ուկրաինայում, մրցաշարը այնտեղ էր տեղի ունենալու, խաղալու էինք ուկրաինացիների, շոտլանդացիների եւ ադրբեջանցիների հետ։ Իհարկե երկու խաղերը Ուկրաինայի եւ Շոտլանդիայի դեմ եւս շատ կարեւոր են, բայց ինձ համար եւ վստահ եմ թիմի մյուս աղջիկների համար շատ կարեւոր էր մեկ այլ լրջությամբ էինք մոտենում Ադրբեջանի հետ խաղին։ Հիշում եմ խաղը երբ սկսվեց, բոլորս մի փոքր լարված էինք, բայց հետո սկսեց ամեն բան հանդարտվել, ցավոք սրտի առաջի խաղակեսում պարտվում էինք 2-0 հաշվով ու մինչև այսօր հիշում եմ, որ նույնիսկ մի փոքր լացելով խաղում էի համենայն դեպս ես, որովհետև չէի կարող պատկերացնել, որ կարող եմ տուն վերադառնալ պարտված։ Գոլային առաջին փոխանցումը ես կատարեցի ձախ ոտքով եւ ինքս էլ ինձ վրա զարմացել էի, քանի որ ես այդ անցման փուլում էի հանդբոլից դեպի ֆուտբոլ, ու որ նայում եմ այդ վիդեո տարբերակով, չեմ հավատում, որ ես նման 40-50 մետրանոց փոխանցում եմ կատարել, այն էլ ձախ ոտքով։ Հետո խփեցինք երկրորդ գոլը եւ հաշիվը դարձավ 2-2։ Շատ տպավորիչ էր մարզիչների էմոցիաները հանդերձարանում առաջ խաղակեսից հետո իրենց պահանջը, մեր բոլորի էմոցիաները եւ այդ խաղը միշտ կմնա իմ հիշողության մեջ։ Տասնինը տարեկանների մրցաշարից հետո հրավեր ստացա կանանց ազգային հավաքականից եւ շատ լավ հիշում եմ առաջին խաղը, երբ ես մտա խաղադաշտ, խաղում էինք Մակեդոնիայի հետ եւ այնտեղ եւս սահկման պատկատի շնորհիվ գոլային փոխանցում կատարեցի Գայանեին Կոստանյան եւ նա դարձավ գոլի հեղինակ։ Թե մենք բոլորս միասին ելնենք, մեզ դժվար է,
կոտրել, բայց եթե մենք ամեն մեկս միասին լինենք, բայց առանձին բաներ մտածենք, ոչ մի բանի չենք հասնի։ Որտեղ ամբողջ թիմով տարբեր կարծիքներ գտնենք, վերջնական մի հատ խնդիր կլուծենք։ Մենակ չգիտես ինչ անենք։ Մի քանի տարի հանդես գալով կանանց ազգային հավաքականում ցավոք սրտի 2012 թվականին փակվեց մեր ազգային հավաքականը։ Մոտավոր 10 տարի մենք չունեինք ազգային հավաքական։ Այսինքն ես այն սերնդի ներկայացուցիչն էի, ովքեր զրկվեցին ֆուտբոլ խաղալու հաճույքից։ Ոստի այդ ամբողջ տարիներին փորձելով մնալ ֆուտբոլի մեջ, բայց մեկ է, ամեն դեպքում չէի խաղում ֆուտբոլ եւ այդպես էլ այդ կարոտը մնաց խաղալու ու երբեմն հիմա, երբ ես իմ խաղացողների հետ մարզումների ժամանակ 1-2 ֆուտբոլային փոխանցում կամ մի տար եմ փորձում սովորեցնել կամ ցուցադրել կամ երբեմն որ ստացվում է մի փոքր խաղ ենք խաղում, ես վերհիշում եմ իմ անցյալը եւ շատ մեծ կարոտով եմ լցվում, քանի որ կարծում եմ շատ վաղ տարիքում եմ թողել ֆուտբոլ խաղալը։ Ես նայում եմ Իտալիա-Անգլիա խաղը, խաղում էր Բարբարա Բոնասյան, ում հետ ես խաղացել եմ, երբ մենք մրցել ենք Իտալիայի հավաքականի հետ, նա մինչև այսօր խաղում է, իսկ ես սկսել եմ իմ մարզչական կարիերան դեռ շատ վաղուց, այսինքն սա տարիների նաև հետևանքն է, պատճառն է։ Ես ինքս փորձեցի մնալ սպորտի մեջ, հատկապես ֆուտբոլի, եւ սկսեցի իմ մրցավարական կարիերան։ Երկար տարիներ աշխատել եմ նաև որպես մրցավարի օգնական եւ զուտ այդպես էի փորձում մնալ ֆուտբոլի մեջ եւ չբաժանվել ֆուտբոլից, կարելի ասել։ Որպես կին ֆուտբոլիստ կարծում եմ յուրաքանչյուր աղջիկ բախվում է խնդիրների, մշակութային կարծրատիպերի, քանի որ շատ հանձինես տղամարդիկ եւ ինչու՞ չէ, նաեւ կանայք մտածում են, որ ֆուտբոլը աղջկա սպորտաձև չէ, բայց եթե մենք ազգովի կարող ենք ասել, որ նազիկ դու կարող ես բարձրացրու այդ կիլոգրամները, ուրեմն մենք էլ կարող ենք այդ գնդակով փոխանցում կատարել, գոլ խփել եւ վայելել, ու ամենակարևորը այն է, որ դու պետք է զբաղվես այն աշխատանքով, այն սպորտաձևով, որ սիրում ես, անկախ այլ մարդկանց կարծիքների։ Մարզչական կարիերաս սկսել է դեռևս, երբ օգնել եմ Լիաննա Հայրապետյանին ԼՀ ակումբում, որից հետո Ալաշկերտ ակումբում եւ հետո արդեն հրավեր ստացա եւ աշխատեցի Քնարիկի Գրիգորյան հետ կանանց մինչեւ 17 տարեկանների հավաքականում, լինելով 17 տարեկանների գլխավոր մարզիչը եւ 19-ներում բոլոր խաղերը ինձ համար շատ պատասխանատու եւ կարեւոր խաղեր են եղել։ Հիշվում է այն առաջին հաղթանակը, որը մենք տարանք Վրաստանի հավաքականի դեմ 3-0 հաշվով հաղթելով, անկրկնելի հիշողություններ են, որոնք միշտ ամբողջ կյանքում կհետևեն ինձ եւ վստահ եմ մնացած մյուս բոլոր խաղացողներին, որից հետո 1-2 տարի հետո ես գլխավորեցի 19 տարեկանների ազգային հավաքականը եւ առաջին իսկ խաղում մրցում էինք Լյուքսեմբուրգի դեմ, այնտեղ եւս ունեցանք առաջին հաղթանակը 1-0 եւ հատկանշական է, որ ուզում եմ նշել 17 տարեկանների եւ 19 տարեկանների առաջին հաղթանակները այն հաղթանակներն են, որոնք գրանցվել են պատմության մեջ առաջին պաշտոնական խաղերում։
այսինքն մեր միավորներն են եղել։ Երեխաների հետ աշխատելը իհարկե հեշտ չէ, բայց դժվար չէ, քանի որ ես սիրով եմ աշխատում եւ որտեղ տալիս ես սեր եւ նվիրում, քո աշխատանքը մի փոքր ավելի դյուրին է դառնում։